Ում սիրելիներս, արդեն գիտենք, վաղ ամսի 12-ին մեզ սպասվում է շատ հզոր արևի խավարում, համընկնել է դա մոլորակների շքերթի շարքի հետ, նաև նորալուսնի հետ, մի խոսքով ակտիվանալու են շատ կարմիկ երևույթներ մեր կյանքում, նայած ում մոտ որ տունը կակտիվանա, այսպես ասած, հարաբերություններ, ֆինանս, կարիերա, առողջություն, ամեն դեպքում այս ընթացքում ոչ միայն վաղը, ամսի 12-ից 28-ը, ինքը նաև համարվում է խավարման միջանցք, այսինքն ազդեցությունը բացի վաղվանից, նաև մոտակա 2 շաբաթն է լինելու, խորհուրդ չի տրվում ոչ մի ճակատագրական որոշումներ կայացնելու համար, խորհուրդ չի տրվում ոչ մի ճակատագրական որոշում կայացնել, ոչ մի կարևոր փաստաթուղթ ստորագրել, ինչ-որ իրավաբանական հարցեր լուծել, եթե տես թեթև լինի գուցե, բայց հնարավորինս խուսափեք, պարկ տալ, պարկ վերցնել, չգիտեմ, հարաբերություններ պարզել, վիճել, վիրահատություններ կատարել, նշանվել, ամուսնանալ, մի խոսքով, այսինքն շատ փորձեք հնարավորինս հանդարտ անցկացնել այդ ընթացքը, որովհետև ավելի կսրվեն էմոցիոնալ վիճակները մարդկանց ու շատ հնարավոր է, որ դուք այդ էմոցիաների վրա բավականին ճակատագրական սխալներ կատարեք։ Փորձեք հնարավորինս հանգիստ լինել, պահպանել հավասարակշռություն, մանտրաներ ասեք, սուպերներ կարդացեք, հնարավորինս իզոլացվեք կոնֆլիկտային մարդկանցից, իսկ հատկապես վաղը խնդրում եմ մի նայեք արևին, որովհետև դա իսկապես շատ նեգատիվ բաներ կարող է փոխանցի։ Քիչ առաջ մի արցախցի տարիքով կնոջ խոսք էի լսում, որ հորդորում էր, որ անպայման ընտրեն Ռոբերտ Քոչարյանին ընտրություններին, որովհետև նա լավ դիվանագետ է, ինքը ուզում է, որ Քոչարյանն էլի, որովհետև լավ դիվանագետ է, շատ լավ հասկանում է եւ երկիրը կփրկի։ Մեզ էլ կհանի, որովհետև իրանք հլը գնալու տեղ ունեին, իսկ մենք գնալու տեղ չունենք, որովհետև ինքը ասում է, որ շատ նման է, մենք հիմա ին վիճակում ենք, ինչ վիճակում, որ Արցախն այլել։ Հիմա հարց եմ տալիս քուրս մորքուրս հարց եմ տալիս քեզ վեր դուք այդ վիճակի մեջ եք վեր դուք պատերազմի մեջ եք ինչի չկանչեցիք Քոչարյանին ընկնեիք ոտերը աղաչանք բաղատանք անեիք ասեիք որ մենք ուզում ենք որ դու լինես մեր նախագահն ինչի չասեցիք ընկնեիք աղաչեիք բաղատեիք ասեիք արի եղի մեր նախագահը որովհետև դու քո ժամանակ ամեն ինչ ուրիշ ա եղել, հիմա թուրքը մեզ սպառնում է եւ այլն։ Լավն է, չէ, Քոչարյանը, ընտիր նախագահը, չէ։ Ես ուզում եմ հարցնեմ, երբ որ ինքը եղել է Հայաստանի նախագահ, դրանից հետո, երբ որ արդեն Սերժը անցավ, քանի անգամ է եկել Արցախ։ Իր ծննդավայրում քանի անգամ է եղել։ Ընդհանրապես եղել է թե չէ։ Դուք դիմել եք արցախցիներ Քոչարյանին կամ պիտի դիմաց լինեք կամ պիտի դիմաց չլինեք եթե դիմել եք ապա ինչ է պատասխանել մերժել է եթե մերժել է ինչի է մերժել ուրեմն թքած ունի չէ ձեր վրա եթե չի մերժել պիտի լիներ չէ նախագահ բա ինչի չի եղել հարց եմ տալիս ձեզ դիմել եք Բա գնայիք ասեիք արի եղի դու դիվանագետ ես դու արի մեր հարցերը լուծի չի եկել դիմել եք չի եկել հա Հիմա եկել եք ստեղ որ ուզում եք մենք ուզում ենք որ դուք որ ինքը լիլ բանը մեր նախագահն որ մեզ հանի էս ճգնաժամից էս փոսից ճգնաժամը ձեր գլխում է Այ քեզ բան Մի օր մի հատ ասեիք, էլի մի օր դիմեիք, ասեիք Քոչարյանին բերեք, այ ժողովուրդ, այդ մարդը մեզ կփրկի, մեզ կհանի Պուտինի աղբերն է, Պուտինի դոստն է, բերեք, մենք կարգենք իրան մեզ նախագահ։ Բայց պետք էիք դուք իրան։ Բայց դուք Քոչարյանին պետք էիք։
մենք օզում ենք։ Ես ինձ զուտ մարդկայնորեն հետաքրքիր է, դուք ինչի չեք Քոչարյանին խնդրել, աղաչել, պաղատել, որ ինքը դառնա ձեր նախագեն։ Խի Արայիկ Հարությունյանի փոխարեն ընտրեցիք իրան։ Կամ Արայիկ Հարությունյանից հետո Քոչարյանը դե վերընկած էր։ Ինչի Սամվել Շահրամանյանին նշանակեցին։ Ինչու հարց եմ տալիս։ Բա ինքն էր Արցախը Ղարաբաղյան այդ Արցախը բանակցային գործընթացից անել, որովհետև ասում էր դե հենա ես եմ խոսալու, հենց գիտեր ծմա ինքը ըստեղ Հայաստանում նախագահ լինելու։ Ես եմ խոսալու, պետք չի բանը Արցախը էլ ինչի պիտի բանակցի։ Բա կանչեիք ասեիք դու դուրս եսեք, հիմա Սերժն է, արի դու դարձի մեր նախագահ, որ մեր հարցերը լուծես։ Ուր էին ձեր ուղեղները։ Այդ որ այդպես գեղեցիկ խոսում եք, օզում ենք, մենք օզում ենք։ Ես էլ եմ շատ բան ուզում։ Ես ուզում եմ, որ դուք ձեններդ կտրեք ու ընդհանրապես այս թեմաներով չխոսեք։ Եթե ուզում եք ձեզ նախագահ, ընտրեք ձեզ նախագահ։ Ձեզ, բայց ոչ Հայաստանի։ Դե ինչ, շնորհավորում եմ բոլորիս մեր հաղթանակի կապակցությամբ, հաղթեց ժողովուրդը, հաղթեց ԿՊ-ն, հաղթեց Նիկոլ Փաշինյանը, իսկապես շնորհավորում եմ եւ իսկապես կասկածի տեղիք չունեինք, որ այդպես էլ լինելու է։ Բայց այս ամենին զուգահեռ կա ինձ համար այսօր համենայն դեպս մի անհասկանալի փաստ։ Ձերբակալվել է ՀՍ-ն, այսինքն այն նույն տղամարդը, ով ընդամենը մտահոգություն էր հայտնել, որ ինքը շուտ վերադառնալու է, եւ քանի որ մտահոգված էր, որ կարող է ինչ-որ խառնակցություններ լինեն։ Մարդը հայերեն ասում է, դե կարող է հանկարծ խառնակցություն լինի, երեխաների հետ ենք, շուտ վերադառնանք։ Ինչ են ձերբակալել, ես ուզում եմ հասկանամ։ Ինչի։ Մարդը ասում է կարող է, մարդը չունի ինչ-որ ինֆորմացիա։ Այդ նույն կարողան մեզանից շատերը ասել են, որ կարող է, որովհետև մտածում եմ, որ Կրեմլը այդքան շուտ չի, այդքան հեշտությամբ չի հանձնվի, չի տա, այսպես ասած, իր դիրքերը չի զիջի, իր զենքերը չի վար չի դնի, դրա համար էլ շատերն են ասել, եւ հետո որտեղ է գրած, որ ենթադրությունները դա քրեորեն պատժելի են։ Լավ, հատուկ ծառայությունները կարող են ինչ-որ բան ձեռնարկել այս հայտարարության վրա, իհարկե դա հայտարարություն չի, մանավանդ երբ որ մարդը նույնիսկ չի ասում, թե ում է ընտրելու, ի տարբերություն շատերի, ասում է, որ եկել են ընտրելու ու շուտ հետ վերադառնալու։ Ես կարող եմ հասկանալ հատուկ ծառայությունների գործողությունները, բայց ես չեմ հասկանում տակը այդ նյութերի, տեսանյութերի տակը, հայտարարությունների տակը ղժացող մեր օգտատերերի։ Իսկապես չեմ հասկանում։ Լավ, ասենք մարդը կարող է հիմարաբար ինչ-որ բլթացրել է, կարծիք է հայտնել։ Ոնց կարելի է այդ մարդուն ամենավերջի խոսքերով եւ այլն։ Ճիշտ չի, ճիշտ չեմ համարում։ Ծախված շներ, բան, այնքան մարդ է հենց այդ օրը եկել, շատ լավ իմանալով, որ Կրեմլը, որ Սամվել Կարապետյանը այսպես ծանր հրետանին գործի ադրել, շատերը եկել են, որ հենց ԿՊ ընտրեն, որ իրանք էլ իրանց մասնակցությունը ունենան։ Ժողովուրդը տենց չի կարելի, բոլորին համատարած մի դրեք ու սարքեք վաճառվող ու եւ այլն։ Այնպես որ դա իմ համար նոնսենս է, մանավանդ երբ որ մարդը հստակ ասում է կարող է խառնվի, շատերն են ասել։ Շատ շնորհավորանքներ անձամբ եմ ստանում, շատ ուրախ եմ, մարդիկ, նույնիսկ անծանոթ մարդիկ, երևի տեսանյութերը դիտելուց իմ շնորհակալություն են հայտնում, շնորհավորում են, դրսում նաև քաղաքում տեսնելիս շնորհակալություն են հայտնում, ինչի համար շատ շնորհակալ եմ, որ մարդիկ իրենց կարծիքը փոխանցում են ինձ։
այդպես նաև պիտի ասեմ, որ շատերն են շոկի մեջ, հետաքրքիր է, որ մարդկանց ինքնախաբեությունը շատ ձեռնտու է ոմանց եւ իրականությունից այնքան են կտրված, որ ինչ որտեղ երևի թե նաև հավատում էին, որ հաղթելու են կլինի Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ այլն, զարմանալի է, երբ որ նայում ես, ասում ես, այս մարդիկ այս կարգի են կտրված իրականությունից, թե ամեն ինչ աշխատում են ցույց տալ Պուտինի համար, Պուտինի ապացուցելու համար, որ իրանք վիզ են դրել եւ իրանք ամեն կերպ գնում են դեպի հաղթանակի։ Բայց ունենք այն ինչ ունենք եւ շատերն են իհարկե հիասթափված այս արդյունքներից, ոնց հասկանում եմ հատկապես ղարաբաղցիներն են ղարաբաղցիների միստվար զանգված հիասթափվածը եւ նույնիսկ սպառնում են, որ իրենք կգնան այստեղից եւ ոչ մի կերպ չեն պատրաստվում ապրել թուրքերի հետ։ Ինչ ասեմ, անկեղծ չգիտեմ սրա պատասխանը ինչ ասեմ, որովհետև երբ որ մարդկանց բացատրում ես, երբ որ մարդկանց խորհուրդ ես տալիս հարցեր տալ եւ հարցերի պատասխանները